Ներկայացնում եմ կեռասը, որը ամառային սեզոնի զարդն է։ Կեռասը պարզապես ամառային հաճելի միրգ չէ, այս փոքրիկ հյութալի և քաղցր պտուղները առողջության համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունեն։ Հարուստ լինելով հակաօքսիդանտներով, այս պտուղները հայտնի են իրենց հակաբորբոքային ազդեցությամբ, ինչպես նաև վիտամինների, հանքանյութերի, սննդային մանրաթելերի հարուստ պարունակությամբ։ Կեռասենին ունի բազմաթիվ սորտեր համային տարբեր հատկություններով, օրինակ քաղցր կեռասը և թթու բալի տեսակները։ Ասեմ, որ կեռասենու ծառը ունի նույն բալենու տեսքը և պատկանում են երկուսն էլ վարդազգիների ընտանիքին։ Կեռասի յուրաքանչյուր սորտ ունի սննդային յուրահատուկ արժեք, սակայն դրանք բոլորն էլ հարուստ են սննդային մանրաթելերով, վիտամիններով և հակաօքսիդանտներով։ Կեռասը հարուստ է C վիտամինով, A պրովիտամինով և B խմբի վիտամիններով, հատկապես B6 և B9։ Այն պարունակում է նաև կալիում, մագնեզիում, կալցիում, որոնք նպաստում են նյութափոխանակության բնական ընթացքին։ Բացի պտուղներից, օգտագործվում է նաև բալենու չորացած պտղակոթերը, որոնք հայտնի են իրենց միզամուղ ազդեցությամբ, նպաստելով տոքսինների և ավելորդ հեղուկի դուրսբերմանը օրգանիզմից։ Բուժական հատկություններով են օժտված նաև ծառիկեղևը և տերևները։ Այս փոքրիկ պտուղները հարուստ են գլյուկոզայով։ Միջին հաշվով 100 գրամ կեռասը պարունակում է 12-ից 15 գրամ շաքար կախված տեսակից։ Թեև այս քանակությունը չափավոր է, սակայն դիետա պահպանելիս կամ շաքարային դիաբետի դեպքում այն չպետք է չարաշահել։ Խորհուրդ է տրվում օրական ուտել 100-ից 150 գրամ կեռաս։ Ի շնորհիվ իր հարուստ բաղադրության, կեռասը օգտակար է սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար, քանի որ օգնում է իջեցնել վատ խոլեստերինի մակարդակը արյան մեջ։ Կեռասը բարելավում է աղիների առողջական վիճակը, նվազեցնում է օրգանիզմում բորբոքումները, օգնում է հոդացավերի դեպքում, մեղմում է մկանային ցավերը և բարելավում է քունը։ Այս պտուղները հիմնականում օգտագործվում են թարմ վիճակում, բայց նաև շատ են օգտագործվում տարբեր ազգերի խոհանոցներում կոմպոտներ, հյութեր, թխվածքներ, մուրաբաներ և այլ համեղ ուտեստներ պատրաստելու համար։ Հայ կանայք բալից պատրաստում են հիանալի մուրաբաներ, որոնք ձմռան ցուրտ ամիսներին մեզ օգնում են պաշտպանվել մրսածության հետ կապված հիվանդություններից։ Հիանալի համ ունի նաև բալի և ծիրանի համադրությամբ պատրաստված կոմպոտը։ Վայելեք այն և առողջ եղեք, հարգելիներս։ Շնորհակալ եմ, որ հետևում եք իմ հաղորդումներին։ Հիշեցնեմ, որ ցանկալի է բաժանորդագրվեք, գրեք մեկնաբանություններ և տարածեք։ Ես դեռ շատ հետաքրքիր թեմաներ ունեմ ձեզ ներկայացնելու։